Ավրորա մրցանակի հանձնման համար հոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունիի այցը Հայաստան միջազգային լրատվամիջոցների գլխագրերի թեմա է դարձել եւ որպես արդյունք հայոց ցեղասպանությանը անդրադարձի առիթ։ Իրադարձությունից ընդամենը 1 ժամ անց բրիտանական Daily Mail-ում ռեպորտաժ հայտնվեց այն մասին, որ հոլիվուդյան գերաստղը հազարավոր մարդկանց ուղեկցել է դեպի հուշահամալիրի բարձունք ոգեկոչելու առաջին համաշխարհային տարիներին Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Մանրամասն տվյալներ գրելով ցեղասպանության զոհերի ու կոտորածների մասին Daily Mail-ը գրել է, որ Քլունին, նախագահ Սարգսյանը եւ հազարավոր մարդիկ ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդում անմար կրակի մոտ։ Ամերիկյան CBS Los Angeles-ը գրել է, որ ընդդեմ ցեղասպանության հանցագործության միջազգային համաժողովում Քլունին կոչ է արել պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Հոլիվուդյան ծանր քաշային իր ձայնն է բարձրացնում, հնչեցնելով Օսմանյան Թուրքիայում 1 դար առաջ 1.5 միլիոն հայերի կոտորածների փաստը, գրել է CBS Los Angeles-ը։ Reuters-ը տեսանյութ է տարածել Քլունիի Դիլիջանի միջազգային դպրոց այցելության մասին մակագրությամբ, որնաժամենել է Հայաստանի մայրաքաղաք մարդասիրության մրցանակ հանձնելու համար, եւ որ Ավրորա մրցանակն այն մարդկանց է շնորհում, ովքեր մարդկային կյանքեր են փրկում վտանգելով սեփական կյանքը։ Կարծում եմ անհեթեթ է չխոսել այդ մասին որպես ցեղասպանության, որովհետև դա այդպես էլ եղել է։ Reuters-ը տարածել է Օսկարակիր աստղի խոսքը ցուցադրելով Հայաստանում Քլունիի ջերմ ընդունելությունը։ ABC News-ը հրապարակել է Associated Press-ի լուրն այն մասին, որ շաբաթ երեկոյան 1500 ցուցարարներ ի հիշատակ ցեղասպանության զոհերի ջահերով երթ են կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Երկար ժամանակ եւ ծանր պայքար է պահանջվել մինչեւ վերջապես իրերը կոչվեն իրենց անուններով։ Դուք չեք կարող շղթել, որ դա տեղի է ունեցել։ Համաժողովում հնչեցրած Օսկարակիր դերասանի խոսքը մեջբերել է ամերիկյան լրատվամիջոցը։ Մի շարք նյութեր հրապարակելով Քլունիի հայաստանյան այցի ու ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումների մասին, ամերիկյան Huffington Post-ը գրել է, որ իսլամական պետության իրականացրած վայրագությունները ցեղասպանություն որակելն առանց հայոց ցեղասպանության ճանաչման անարգանք է պատմությանը։ Միացյալ Նահանգները պետք է պաշտոնապես ճանաչի հայոց ցեղասպանությունը, այսպես է իր հոդվածը վերնագրել հեղինակավոր թերթը։ Հոդվածագիրը նշել է, որ 1.5 միլիոն հայերի սպանության վերաբերյալ ցանկացած բանավեճ քաղաքական շահարկում է։ Ցեղասպանություն տեղի է ունեցել, դա պատահել է հայերի հետ եւ այն մարդը, ով ստեղծել է այդ եզրույթը, ճանաչել է այդ փաստը, գրում է Goodman-ը։ Ցավալի է, որ աշխարհի ամենահզոր երկիրը դեռևս չունի բարոյական ոգու ուժ ամբողջությամբ ճանաչելու հայերի հետ կատարվածը, եւ առավել եւս ցավալի է, որ 2008-ից առ այսօր նախագահ Օբաման այդպես էլ այդ պաշտոնում չարտասանեց ցեղասպանություն բառը հակառակ խոստմանը, ընդգծել է թերթը։ Belfast Telegraph-ը գրել է, որ ոգեկոչման արարողությանը Քլունին միացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին 1 օր անց այն բանից, ինչ արտիստը կոչ արեց 1915-ի իրադարձությունները միջազգայինորեն ճանաչել որպես ցեղասպանություն։ Միջոցառումից ժամեր անց հրապարակելով լուսանկարները ֆրանսիական AFP գործակալությունը մեջբերել է նախագահ Սարգսյանի խոսքերը։ Պաշտոնական Թուրքիայի ժխտման քաղաքականությունը չի փոխվել, քանի որ չի փոխվել նրա թշնամական վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչը հայկական է։ Daily Star-ը ներկայացնելով այս օրերին ցեղասպանության տարելիցի միջոցառումները մեջբերել է նաև հոլիվուդյան աստղի խոսքերը։ Ցեղասպանությունը Հայաստանի պատմության մի մասն է, դա միայն մեկ ազգի ցավը չէ։ Yahoo News-ը տեսանյութ է տարածել անմիջապես Ծիծեռնակաբերդի բարձունքից առավոտյան միջոցառումների ամենաթեժ պահերից։ Հոլիվուդյան Օսկարակիր աստղը Հայաստանի քաղաքական, հոգևոր եւ մշակութային առաջնորդների հետ միասին բարձրանում եւ ծաղիկներ է խոնարհում ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Արմինե Ուդումյան, Գևորգ Նահապետյան, Առաջին ալիք։